TikTok-ում ինքնահաստատվող դեռահասի ոգևորությամբ Նիկոլ Փաշինյանը արդեն մարդկանց նյարդերի վրա է թմբուկ նվագում։ Շատ ծիծաղելի է, շատ վատ եմ վերաբերվում։ Երևանի փողոցներում զայրանում, զարմանում են վարչաբենդի մասին հարց լսելիս։ Կամ պարզապես ծիծաղում են, որ ցրեն զայրույթը։ Ծիծաղալի է։ Առողջապահության նախարարը ինչու է միացել վարչապետի երգի ու պարի խմբակին։ Ինչ է ուզում ասել այդ տարօրինակ շարժումներով, որ պարը առողջարար է սրտի համար։ Մարդ մի գործով պետք է զբաղվի։ Եթե Փաշինյանը իր թմբուկներով, երգ ու պարով փորձում է 18-ից 35 տարեկանների սրտերը գրավել, որովհետև ծանոթ է այն սոցհարցումներին, համաձայն որոնց հենց այդ տարիքի ընտրողների շրջանում է ամենացածրը իր վարկանիշը, ապա թմբուկի փայտիկներով թիրախին չի խփում։ Հայլուրի հարցախույզին մասնակցած երիտասարդների մեծ մասը անգամ չի լսել Փաշինյանի բենդի ելույթի մասին, չի էլ ուզում լսել։ Ճիշտն ասած ոչինչ ասել չեմ կարող, չեմ լսել, չեմ հետևել, ընդհանրապես չգիտեմ։ Չգիտեմ ինչ համեր կա, դրա համար չէ։ Այգին պարապել ենք, պետք է որ նա ստացվի, բայց Ինչի վրա է հրճվում այն երկրի վարչապետը, որտեղ ավելի քան 4000 ընտանիք ծայրահեղ աղքատ է, 180,000 ընտանիք աղքատ, վարչապետը, որի կառավարման շրջանում 3 անգամ մեծացել է եռաբլուրը, հանձնվել Արցախը, օկուպացվել են Հայաստանի տարածքներ։ Զարմանում են երևանցիները։ Ինքն է նվագելու, ինքը երաժիշտ է։ Ամեն նվագի տակ չես պարի, դառնացած նետում են մարդիկ վարչաբենդի անդամներին ու նրանց, ովքեր այդ նվագի տակ պարահրապարակ կմտնեն։ Չեմ էլ ուզում լսել։ Լարա Արաքելյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։